դժգոհություններ կան առավոտվանից, որ ինչպես կարելի է մուտքը փակել միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը այցելում է։ Դու ազնվորում եք փաստորեն։ Կառավարությունը որ այցելում է, պետք է արարողակարգ գոյություն եւ պետք է արվի։ Պրոստը այս անգամ որ շատերս տեղյակ չենք եղել որ փոխվել է։ Բայց ինչ է խանգարում, որ Փաշինյանը ներսում լինի եւ քաղաքացիներն էլ այցելեն։ Չի լինում տենց օրակարգային հարցեր կա, մենակ Փաշինյանը չի, կառավարությունն, ազգային ժողովն, դիվանագիտական ներկայացումներն են Հայաստանի։ Եթե կա պետական ինչ որ կարգ, այդ կարգը պետք է պահել։ Պարզապես այս տարի առաջին անգամ երևի տեղից է փակ։ Ու ժամն է փոխվել։ Վերջին տարիներին միշտ այդպես փակվում է եւ մեծ դժգոհություն։ Միշտ է փակվել, վերջի տարիներին չէ, միշտ փակվել է, պրոստը ժամը 11-ին է փակվել ու փակվել է այն վերևից։ Միշտ է փակվել 60 որ թվից է, այս ամեն ինչը որ կա 65 թվից փակվել է։ Երբ որ արարողակարգ կա, փակվել է։ Ցուցամերներից եկուցեք իրավիճակը բարթանալու է, լանելու է Կարող եք ասել, որ որքանով են այսօր որպես առաջնահերթություն բարձրացնում այս ցեղասպանության հարցը։ Ով բարձրացնում։ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ցեղասպանության հարց պետք է չլինի ընդհանրապես։ Ցեղասպանություն դա իրականություն է, դա չի կարելի դնել առևտրի։ Երբ որ պետության արտաքին քաղաքականության մեջ կա որևէ հարց, այդ հարցը առևտրի ենթակա հարց է։ Իսկ ցեղասպանությունը երբեք առևտրի ենթակա հարց չի կարող լինել։ Բայց անկախության սահմանված է, որ մենք պետք է լինենք պահանջատները ցեղասպանության, պետք է պայքարենք ճանաչման համար։ Ես հիմա ասացի ինչ է նշանակում դրած է, հետո ինչ որ դրած է։ Դրած Շատ բան։ Գրած է, հա, գրած է, դրած է։ Ինչ հետո ինչ որ գրած է։ Ես էլ ձեզ ասում հստակ ոնց է ընդունված միջազգային պրակտիկայում։ Եթե դու քո արտաքին հարաբերությունների օրակարգում ունես հարց, ուրեմն պատրաստ ես այդ հարցը վաճառել ինչ որ բանի դիմաց։ Ցեղասպանության հարցը վաճառքի ենթակա չի ու չպետք է լինի օրակարգում։ Դա իմ մոտեցումն է։ Փոխարենով պիտի ճանաչման գործընթացին նպաստի, մեր փոխարենով պիտի դրա առաջամարտիկը լինի, դա էլ է, չէ՞, Չէ, դա առաջին հերթին ոչ, դա չպետք է, նորից եմ կրկնում։ Դուք պատրաստ եք բանը ցեղասպանությանը վաճառել ինչ որ հարցի շուրջ։ Դիվանագիտությունը դա վաճառք է։ Իհարկե, առևտուր է դա։ Դիվանագիտությունը դա առևտուր է, ժողովուրդ։ Հարց ես դնում, որի պատրաստ ես փող զիջում գնալ կամ չգնալ, չէ՞։ Կամ ինչ որ եթե այդ հարցը կա, ուրեմն այդ հարցը ենթակա է քննարկման։ Ցեղասպանության հարցը երբևէ չպետք է լինի քննարկման առարկա։ Ժողովուրդ, պետության մասին ենք խոսում, մենք դիվանագիտության մասին ենք խոսում, դուք Ինչ պետություն։ Ինչ է նշանակում էջը փակել։ Հիմա դուք ինչի ուզում առևտրի առարկա դարձնել։ Հա, 30 տարի չի եղել, Ռոբիկն է մտցրել։ Չի եղել, Ռոբիկն է մտցրել այդ հարցը, չի եղել։ Քոչարյան Ռոբիկը։ Չի եղել միջև այդ պետական մեր արտաքին հարաբերությունների հարց, ցեղասպանությունը չի եղել։ Ռոբիկի ժամանակ մտցվել է, չգիտեմ ինչ բաներից ելնելով։ Դե չեմ սխալվում, մի անգամ էլ ասել եմ, ես չգիտեմ այդ ցեղասպանությունը ինչ է, բայց Սփյուռքին պետք է։ Ով ասում չխոսվի, ժողովուրդ ասում արտաքին հարաբերությունների մեջ պունկտ որպես չպետք է լինի։ Այդ արտաքին քաղաքականության մաս չպետք է լինի, դա ասում եմ։ Թվականին Ծիծեռնակաբերդ է կառուցել, հիմա ո՞նց եղավ որ Ռոբերտ Քոչարյանն է մտցրել արտաքին քաղաքականության օրակարգ։ 65 թվականին մտցվել է օրակարգ արտաքին քաղաքականության։ Չի եղել, մի հատ գնացեք օրակարգերը կարդացեք էլի։ Ասենք չկարդացեք, ժողովուրդ չի կարելի տենց պրիմիտիվ բան անել։ Գնացեք կրթվեք, նոր եկեք խոսացեք էլի, ասեք 65 թվին կառուցվել է։ Բոլորը անկիրթ են Փաշինյանն ու իր կառավարության անդամները կամ Փաշինյանի կառավարության մասին չեմ խոսում, այս միջև հիմա կա, չէ՞, կառավարում արտաքին քաղաքականության պունկտ որպես։ Ես ասում սխալը չպետք է լինի դա։ Պետք է ժամանակին հանել, որովհետև չի կարելի ցեղասպանությունը դարձնել առևտրի առարկա։ Պահանջատիրություն է եւ առևտուր։ Դրան էլ ձեր Ինչին պահանջատիրություն։ Բայց դուք ինչու եք դիվանագիտությունը առևտուր համարում, ասում որ Որտեղ տենց է ձևը, որ գնացեք կարդացեք ինչա դիվանագիտությունը։ Որտեղ է գրած։ Բոլոր տեղերը գրած է։ Դիվանագիտությունը, երբ որ արտաքին քաղաքականության մեջ մտցնում ես ինչ որ պունկտ, այդ պունկտը պատրաստ ես սակարկել։
պունկտի վերաբերյալ պատրաստ ես քննարկել ինչ-որ հարց։ Հիմա Արցախի հարցն է առևտրի հարց, երբ որ բանակը Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության ինչ իհարկե առևտրի հարց էր։ Բա ինչ էր։ Բա փող զիջումներ ինչ առևտուր չի։ Եթե փող զիջում Բա ինչ վճարում ես մի բան գնելու համար։ Դա է առևտուրը։ շատ պրիմիտիվ եք մտածում։ Ուրեմն երբ որ փող չկար, պատմությունը որ նայեք, երբ որ փող չկար, մարդիկ ինչ որ բան տալիս էին, ինչ որ բան վերցնում էին։ Դա էլ էր առևտուր։ Ինչ պարտադիր փողը լինի։ Ասենք չի կարելի այդքան պրիմիտիվ։ Զիջում համարում եք առևտուր։ Ցանկացած բան, որը քննարկման ենթակա դա առևտուր է։ Չգիտեմ Ինչ որ կա այդ եմ ասում։ Ինչ հայրենիքի համար կռիվ։ Ինչ եք խոսում։ Ինչ եք խոսում։ Ես կռվից խոսացի։ Ով է խոսել Արցախից։ Արցախից հարց տվեցին, ասեք առևտրի առարկա էր Արցախը։ Արցախի հարցը եղել է քննարկման առարկա, որը ինքը իրանով առևտուր է։ Ես քեզ եմ տալի, դու ինձ ես տալիս։ Արցախը մեր հայրենիքն է, մենք մեր հայրենիքի համար կռիվ ենք տվել։ Դրանք տարբեր բաներ են։ Ռիփսիմե չեք ուզում ընկալեք, ինչ եմ ասում։ Երբ որ ինչ որ բան քննարկվում է, դա առևտուր է արդեն։ Փող զիջումը ի՞նչ է։ Դրացնել հայրենիքի պաշտպանության հարցը։ Ինչ պաշտպանության հարց։ Ինչ մարացնել։ Մեր տղեկ որ գնում զոհում են, չէ՞, ասում ես առևտուր։ Տղեկի մասին ենք խոսում մենք։ Տղեկի մենք խոսում ենք, որ մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ Դուք ինչ եք առաջարկում։ Մենք խոսում ենք դիվանագիտության մասին։ Եթե խոսում ենք դիվանագիտության մասին, խոսում ենք այդ բանը։ Բայց երբ որ այս ցեղասպանությունն էլ ուրանանք, հարցը փակենք դնենք։ Ով ասում ուրանանք։ Ով ասում ուրանանք։ Ասում մի արեք առևտրի առարկա մի սարքեք, մի դրեք Թուրքիայի հետ, մի մցրեք, ասեք Թուրքիային, ասեք չէ, այ նորից եմ։ Լուծումը ես չգիտեմ, ես լուծում առաջարկող չեմ։ Ես անասնաբուժ եմ մասնագիտությամբ։ Կարծում շատ լավ գիտեք բոլորը։ Վաղն էլ մեր օրն է։ Հիմա հարցը հետևյալն է։ Երբ որ կա ցեղասպանություն, որը անբեկանելի, անհերքելի իրականություն է, չի կարելի դա դարձնել սակարկման ենթակա, որովհետև դու երբ որ սարքում ես սակարկման առարկա, Թուրքիան ասում է արի հանձնաժողով ստեղծենք պատմաբաններ, տեսնենք իրականում եղել է թե չէ։ Իսկ դու չպետք է գնաս դրան։ Ոչ հանձնաժողով պետք է ստեղծես, ոչ էլ Թուրքիային թույլ տաս ինչ որ ձևի միջամտի այդ հարցին։ Ցեղասպանությունը իրականությունն է, ցեղասպանությունով զբաղվում են մարդիկ, կան կառույցներ, որոնք զբաղվում են պետական արտաքին քաղաքականության մեջ չպետք է լինի ցեղասպանության հարցը։ Այդ եմ ասում։ Լեկի Վագնի Ալեքսանյանին խեղճի ասա, որ հայ զինվորից դիքա ծախել է Թուրքին։ Նիկոլն է ծախել երկիրն ու հայրենիքը։